Երևանում հաճախ բավական է պարզապես բացել պատուհանը եւ զգալ սովորականից ավելի ծանր օդը։ Հիդրոօդերևութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի ներկայացրած տվյալները արձանագրել են, որ անցած շաբաթ Երևանում օդու փոշու պարունակությունը մի շարք օրերի գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան։ Ամենաբարձր ցուցանիշները գրանցվել են կենտրոն-վարչական շրջանում ամբողջ շաբաթվա ընթացքում, իսկ Շենգավիթում, Նորնորքում եւ Արաբկիրում գերազանցումները արձանագրվել են առանձին օրերի։ Օդի աղտոտվածության թեման հատկապես ակտիվ քննարկվում էր անցած տարվա աշնանը, հոկտեմբեր եւ նոյեմբեր ամիսներին։ Քննարկումները հետզհետե արեցին, բայց խնդիրը մնում է չլուծված։ Այն ծառերը, որոնք հատվում են, դրանք լավագույն տեսակներն են փոշին նստեցնելու առումով, իսկ Երևանի համար փոշին մշտապես է եղել խնդիր եւ դրա համար են ծառատեսակները ընտրել։ Այդ նոր գաճար ծառատեսակները, որոնք տնկվում են եւ բերվում են ներկրվում են եվրոպական երկրներից, սրանք այգեպուրակային տարածքների համար դեկորատիվ էֆեկտ ստանալու համար ծառատեսակներ են, որոնք երբեք չեն ունենալու այդ խոշոր սաղարթները։ Մոսկովյան փողոցում արդեն 4-րդ տարին դրված են այդ ծառերը։ Ոնց դրել են այդ չափն էլ ունեն, այսինքն սրանք փոքրիկ սաղարթներ են լինելու, ուղղակի դեկորատիվ էֆեկտ ունենալու եւ ծաղկման գործընթացը ապահովելու։ Օդի աղտոտվածության բարձր մակարդակը պայմանավորված է մի շարք գործոններով։ Դրանց թվում են քաղաքում շինարարությունը, ավտոմեքենաների աճող քանակը, ինչպես նաեւ կանաչ տարածքների կրճատումը։ Կանաչ տարածքների նվազումը խաթարում է օդի բնական մաքրումը եւ քաղաքի օդափոխությունը, ինչի հետևանքով վնասակար մասնիկները ավելի երկար են պահպանվում մթնոլորտում։ Պետության կողմից կարևորագույն գործողությունները այստեղ պետք է լինեն տրանսպորտային բարեփոխումների իրական գործընթացները, որ լինի այնպես, որ բնակչությունը ստիպված չլինի ընտանիքում մի քանի անդամի համար մեքենաներ ձեռք բերի, որ չլինեն այդ խցանումները, շինթույլտվությունները, որոնք քառակի անգամ ավելացել են, դրանց կառավարումը նորմալ, որովհետև երբ որ մենք մեծ քանակով շինթույլտվություններ ենք տալի, մենք հաշվի չառնելով փողոցների թողունակությունը, մենք փաստացի ավելի ենք ծանրացնելու խցանումների իրավիճակը եւ այլն։ Կանոնակարգում շինարարության, այսինքն շինհրապարակները պետք է բերվեն նորմալ վիճակի, տեսնում եք, այստեղ ամբողջությամբ շինհրապարակներ են, սրանք բոլորը այն տեղերում են, որտեղ որ անտառներն էին ժամանակին, այսինքն բուֆերային գոտիները, որոնք Երևանի ինքնամաքրման գործընթացներն են իրականացնում օդի։ Մոտ մեկ ամիս առաջ քաղաքապետ Տիգրան Ավինյանն էլ անդրադառնալով այս հարցին ասել էր, որ պարզապես ծառեր տնկելով եւ անտառներ շատացնելով հարցը չի լուծվելու, պետք են այլ մոտեցումներ։ Ես տենց մարդկանց հետ խոսակցության մեջ հասկանում եմ, որ կան ինտուիտիվ բաներ, որ մեզ իրապես թվում է, որ օրինակի համար, եթե Երևան քաղաքը վերածվի մի մեծ անտառի, այս խնդիրը կվերանա։ Դա իրականությանը չի համապատասխան։ Բարձր փոշոտվածությունը կարող է առաջացնել շնչառական դժվարություններ, սրել քրոնիկական հիվանդությունները եւ բարձրացնել սրտանոթային եւ օնկոլոգիական հիվանդությունների ռիսկը։ Մասնագետները նաեւ նշում են, որ աղտոտված օդը կարող է բացասաբար անդրադառնալ հղիության վրա, մեծացնելով նորածինների առողջական խնդիրներ ունենալու ռիսկը։ Ալինա Սահակյան, Սիմիկ Մայլյան, Էպիկենտրոնի համար։